Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգման մեկնարկի մասին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և մի խումբ եպիսկոպոսների հայտարարությունից հետո հրապարակվել է ճանապարհային քարտեզը, որով նախատեսվում է ստեղծել համակարգող խորհուրդ բարեփոխումների կազմակերպչական հարցերով զբաղվելու համար։ Այս գործընթացի շուրջ խոսել են քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ։ Սա պետական միջամտություն չի, սա իշխանության մի խմբի ներխուժում է եկեղեցի, որը սահմանադրության խախտում է։ Եվ երկրորդը, երբ օգտագործում են բարեփոխում բառը, մարդիկ թյուրիմացության մեջ են ընկնում։ Այդ ոչ մի բարեփոխում չկար։ Եթե նույնիսկ ծայրահեղ դեպքում այդ իրենց քայլերը իրենք անեն առանց պահանջելու կաթողիկոսի հրաժարականը, ինչ որտեղ կարելի է այդ քայլերը քննարկել։ Բայց երբ ինքնուրույն կաթողիկոսի հրաժարականը, ուղղակի ակնհայտ է, որ սա քաղաքական պատճառներ ունի ընտրություններից առաջ, որտեղ վերջի ազգային ինստիտուտն այս գործող խմբակը չի գրավել եւ փորձում են ընտրություններից առաջ մի փոքրիկ հաղթանակ տանել։ Սա է ամբողջ նպատակը։ Բնականաբար այդտեղ բարեփոխում չկա, որտեղ բարեփոխումը շատ լուրջ հասկացողություն է, այստեղ դոկտրինայի խնդիրներ կան, աստվածաբանական խնդիրներ կան, սոցիալական հայեցակարգի խնդիրներ կան, կազմակերպման խնդիրներ կան, որը բնականաբար չկա, ամբողջ խնդիրը կաթողիկոսին փոխելն է։ Կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ կարելի ասել ձախողեց իր պլանը, քանի որ նպատակը մինչև ամանոր կաթողիկոսին հեռացնելն էր, բայց երկու անգամ փորձ արվեց, այս երրորդ փորձը ձեզ ոնց կավարտվի։ Ես երրորդը չեմ համարում փորձ, բայց ինքը խնդիրների առաջ է կանգնել, ինքը այդ պահանջում արտվել է, եւ հիմա ինքը փորձում է ինչ-որ ձևական քայլեր անել, ցույց տալ, որ շարունակում է եւ չպարտվել։ Սա իհարկե անհետեթություն է իր այս վերջի թղթի կտորը, որը հրապարակել է եւ այն խեղճ նսեմացված շակերտներում եպիսկոպոսների հավաքելը եւ ստորագրի տալը, սա ուղղակի փորձ է դեմքը փրկել, ուրիշ ոչ մի բան։